Եվս մի այգու մոնտաժ ավարտեցինք, այսինքն այս այգին էլ ունեցավ ավտոմատ ոռոգման համակարգ, հիմա փորձեմ ներկայացնել ինչ ենք արել, որը եւ որպես օրինակ ծառայում է շատերի համար եւ ամեն այգու պատմությունը իմեջի մեջ մնում է եւ որպես մնավերջում էլ իմ գործերի նմուշ, որպես դրա համար ամեն մեկը նկարում եւ գցում եմ, պահպանում եմ իմ սոցիալական էջերում։ Հիմա թեքեմ եւ նայենք, տեսնենք ստեղ թե ինչ կուլտուրական բան հավաքվեց, այնքան ուրախ եմ, որ երբ որ այս աշխատանքների հետ կապված, այսինքն այգու աշխատանքների հետ կապված տան տերը իրոք ինչպես տան համար ոչինչ չի խնայում, որ որակյալ, նպատակային, հարմարավետ լինի ամեն ինչ, նույնն էլ այգու վերաբերյալ։ Սա ինչու եմ ասում, որտեղ շատերը լինում է տան համար ամեն ինչ անում են, բայց այգուն չեն ուզում, ցենց կոպիտ ասած իրական լուրջ փող ծախսում։ Ես էլ հատուկ խնդրում եմ, որ ովքեր իրականություն են ուզում, նրանք ինձ դիմեն։ Անցնեմ բուն թեմային, շրջեմ եւ ցույց տամ, թե այստեղ ինչ կառուցեցինք։ Նորից շնորհակալ ենք մեզ վստահելու համար։ Հիմա ցույց տանք մեր աշխատանքները։ Տեսեք, բակերը տեղադրվեց այս վերևում։ Բակերի համակարգը իմ հորդորով խորհրդով տեղադրել են իրանք, ինձ այստեղից ջուր են տվել, ես շարունակեցի։ Ստեղ ունենք վինտիլ, իջնում է մեխանիկական, այսինքն նկատի ունեմ, որ սետկով ֆիլտր, որպեսզի սարքավորմանս մեջ ինչքան էլ ջուրը մաքուր լինի, որևէ դետալ, որևէ ինչ-որ մի բան ջրի հետ չկընկնի, պարտադիր է այսպիսի ֆիլտրը։ Իհարկե էլի բարձ ամերիկանկաներով եկավ, մտավ նասոս, իր հատուկ էլի ամերիկանկայով, նպատակը որ նա նորից միշտ ես կրկնում եմ հասկացողները կհասկանան ինչի համար է սենց ամեն ինչը կոկիկ, հարմարավետ, ճիշտ կառուցած։ Ինչ եմ ուզում ասեմ դրանով։ Հետո հատուկ իրան համապատասխան, այսինքն նասոսին 202 նասոսը համապատասխան իր ավտոմատը, նորից ամերիկան կա, ստեղից վինտիլից կոմպրեսատորի փչելու տեղը, ստեղից գնում է գետնից միանում արդեն մեր ցանցին, ստեղ գնալու է հետո արևային կայանների համար ենք կլապան սարքելու կամ անձրևային բաներ ենք սարքելու այգու համար, այսինքն մի գլխավոր գիծը նաև վերև ենք տանում։ Անցնենք տայմերներին, բոլորը գետնի տակից գալիս է, ունենք 2 հատ 8 տեղանոց տայմերներ։ Առաջի 8 հատը, դե գունային միշտ նշաններ անում եմ, կարմիր, դեղին, կապույտ, կանաչ, ինչքան որ գույն լինում է, սպիտակ, սև, հետո ես պալասաններով դեղին ու կանաչ պալասաններով 8-րդը գույն չենք ունենում, 2 գույնով ենք անում, սև ու ինչ-որ մի, ասենք, մյուս գույնը։ 8 բաժինները ջրելու է առաջի տակի հատվածներից, հետո վերջացնի, սկսի երկրորդ տայմերը։ Երկրորդ տայմերը ջրելու է, մենք ունենք ստեղ ազատ տայմերներ, այսինքն ազատ կլապաններ։ Այսինքն առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը, 5-ը ջրելու է, 6-ը, 7-ը անգամ լարեր ենք քաշել, լարերը պատրաստ է, րոպեն զրոյացրել ենք, մի հատ էլ լրիվ զրոյական 8-րդ բան ունենք, ազատ կետ ունենք, այսինքն ընդհանուր 13 կլապան է, բայց մենք ունենք ոնց որ 3 հատ էլ զապաս կետեր։ Հիմա ինչն եմ ուզում ներկայացնեմ դաշտը ոնց է ջրում, ռուշնոյ մի հատ սեղմած պահենք, րոպե ավելացնենք, առաջի բաժինը, տեսեք, առաջի բաժինը ջրելու է այս այգու, այս ամբողջ գեյաձև հատվածը։ Նայեք Ժորժ ջան, ցնցողները այնպես է արած, ես եմ սա միշտ ասում, որպեսի հորիզոնական ջրի ինքը, նայեք, գետնից բարձր է մի 30-40 սանտիմետր, այսենց, ու միշտ ես
անում եմ այնպես, մի բան էլ ավել եմ անում, մանավանդ շեղված անկյունային այգիներում, եթե ցնցուղը արագ է փչում, այսինքն կարաս այս սրանից ռեգիրովկով խեղճացնես քիչ փչի, բայց եթե ջրի ճնշումը քիչ է լինում, մեկը մյուսի տակ չի գցում, ես չեմ կարող հենց անեմ, որ ինքը լիարժեք ջրի։ Սենց տեսեք Ժորժ ջան, ինքը ամբողջ դաշտը մեկը մյուսի տակը ջրում է։ Այս ձևերով, այսենց նայեք, այսենց ամբողջը ջրում է։ Ուրեմն առաջի տայմերի առաջի բաժինը այս անկյունը ամբողջը ջրելու է։ Երկրորդը ջրելու է այն 6 հատը 360 աստիճան բացող ցնցողները։ Նույնիսկ այս հողի բանով կհասկանաք, թե ոնց է ինքը հերթականությամբ ջրելու։ Կարամ ես մի րոպե սպասեմ կամ պաուզատամ մի քանի, կարամ ես մտնեմ փոխեմ։ Նայեք, ես նույնիսկ բաշխվածությունը այնպես է արվում, որ օրինակ նկատեցիք, որ այստեղ ստվերը այսենց, հենց հիմա օրվա կեսօրի բանա, ստվերինը առանձին կլապանա, արևոտ տեղը առանձին կլապանա, դե չեմ ասում դեռիվ 100% կարողանում ենք այդ կարգի անենք, բայց հնարավորինս այնպես ենք անում, որ ամեն բաժինը կարգավորումով դու կարողանաս րոպեն նենց անես, որ ինքը ճիշտ ամեն մի տարածքին համապատասխան ջրի։ Հիմա ես մոտենամ անջատեմ, այսինքն ոչ թե անջատեմ, փոխեմ երրորդը։ Նայեք, երրորդը ջրելու է այս հատվածը։ Այսինքն ստեղ ունենք մի հատ շեղվածություն։ Մենք կարող ենք մի հատ մեջտեղով գնալ ու մեջտեղի ցնցուղները դնենք այնպիսի ցնցուղներ, որ ավելի մեծ մակերեսով ջրեր, ինչն է սա, Ժորժ ջան, սենց ավելի լիարժեք ես ջրում։ Մի բան էլ ավելա ջրում, խեղճացնում ենք, բայց երբ որ ես մեջտեղը դնեի հերու գցեր նախ բաշխվածությունը, բուսականությունը չենք կարալու կենտրոնով ինչ-որ բան տնկենք, երկրորդն էլ ջրի մեջտեղի հատվածը լիարժեք չէ ջրվելու։ Սենց կրկնակի է, այսինքն մի հատ այն մայթից է 2 մետր հեռու, մի հատ մյուսն էլ այս մայթից է 2 մետր հեռու, այնտեղ շեղանկյուն, այնտեղ 1.30 քանիս է, այստեղ ավելի մոտիկա ցնցուղները, բայց կրկնակի դրել ենք րոպեն շատ քիչ է գնալու։ Ոնց ասեմ, ավելի լիարժեք է ջրվելու, ավելի լավ բան ենք ունենալու, ոնց որ ռոռոկվող հատված ենք ունենալու։ Խեմ սա ես ասում, շատերը մտածում են դե այ մարդ մի հատ այնյանից դնեիք բոլեր էլի, կամ մեջտեղով մի հատ դնեիք, կամ մի հատ այս անկյունում, մի հատ այն անկյունում բոլեր էլի։ Այս ամառն է երևում այդ տենց էկոնոմիա արած, կոպիտ եմ ասում, գլխառատ արած մոնտաժների հետևանքները։ Իսկ հիմա դուք տեսեք, սա ոնց է ջրելու։ Ռոպեները մի քիչ փոխեմ, որ ավելի արագ լինի, այսինքն առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը պաուզատամ։ Հինգերորդը ջրելու է, նայեք, այն դեղից այսենց, տեսեք, այս ամբողջ, այս զիգզագ հատվածը, գիաձևա, թե մի բան էլ ավել, նայ, այսա, տեսեք, այսենց, ու այն հատվածը, հինգերորդը դա է ջրելու, որ նայեք, հողի դաշտին էլ նայեք, նայելով, կհասկանաք, որ մի բան էլ ավել կջրի, բայց պակաս չի ջրի։ Ինչքան ուզում ես այս ունիվերսալ մոնտաժի մեջ բուսականությունով լցրու։ Ոնց ուզում ես արա, բոլոր կողմերից ջրվելու է։ Սկզբից շատ ես ծախսանում, բայց հետո սաղ կյանքը քիչ ջուր ես ունենում եւ ոչ միտեղ վառված խնդիր կամ ինչ-որ մի խնդրեմ չես ունենում։ Բոլոր կողմերից ջրվում է։ Հիմա ցույց տամ 6-րդը որն է ջրվում։ Նայեք, հլստե տեսեք, որ դաժե որ մի բան էլ, որ ասում է մայթը շատ նեղ է, մի բան էլ 16-ա ցնցող, այսինքն իրար հետ ջրում է։ Հələ սրա սիրունությունը նայեք։ Հələ տեսեք, նայեք, ինչ ջրային բան է ստեղծում։ Ահա, նայեք։ Էլի տեսեք, միշտ հորիզոնական գծողներն եմ ես նայում։ Էս էլ սենց առաջի կլապանի 7-րդ բաժիններ սա է ջրում, նայեք։ 8-րդ բաժինը սա է ջրում, նայեք։ Ու սենց բրծավ։ Երկրորդ տայմերի առաջի բաժինը սկսում աստեղից, նայեք, այսենց բոլորը այս անկյունային ջրում է ինքը։
Երկրորդ տայմերի երկրորդ կիտը այս մեջտեղն է ջրում։ Նայեք։ Երրորդը այս եզրայինն է ջրում։ Այսինչ նայեք, ամբողջ այս եզրային հատվածը։ Չորրորդը պատի տակն է ջրում։ Նայեք, այսինքն այնպես է բաշխած, որ ամեն մի բաժինը ահա 5-րդն էլ 8-րդ բաժինի, 8-րդ երկրորդ տայմերի 5-րդն էլ, այսինքն վերջի կլապանն էլ այս դաշտն է ջրում։ Նայեք։ Նայեք, բոլորը միասին, այս բոլոր ցնցողները իրար հետ ամբողջ դաշտը ջրում է, այսինչ։ Վերջ։ Ես էլ ավարտեցինք ամբողջ այգու ոռոգման համակարգը պատրաստ է։ Այսքանը։